Ամալիա Հովհաննիսյանի Life Room հաղորդաշարին հյուր էր դերասանուհի Էմմա Մկրտչյանը։ Star News-ը հետևեց անկեղծ ու հուզիչ զրույցին և առանձնացրեց հետաքրքիր հատվածները։ Էմման պատմել է իր կյանքի ամենադժվար ու ցավալի շրջանի մասին։ Մոր ծանր հիվանդության և ծնողների կորստի մասին։ Մայրս հիվանդացավ և իրեն չէր թույլատրվում երկար ժամանակ մնալ արևի տակ։ Բայց մենք գյուղում էինք ապրում և պետք էր գնալ արտերը մշակելու։ Այդ ժամանակ, երբ մայրս հիվանդացավ, ես ունեի ինձանից փոքր եղբայր, որին փորձում էի խնամել մամային ինչ-որ չափով օգնելու համար։ Տան գործերն էի անում, արտ չէի կարող գնալ, թե չէ կգնայի։ Այդ ընթացքում ես հասկացա, որ մարում էի։ Ես միշտ տխուր էի, բայց ոչ ոք դա չէր նկատում։ Մայրս վերջին անգամ հիվանդացավ 2022 թվականին։ Այդ մեկ տարին, որ մամայի հետ պայքարեցինք ուռուցքաբանական հիվանդանոցում, ես ոչ մի բան ցույց չտվեցի։ Մամաս ինձ համար էր ապրում, ես մամայիս։ Մայրս ուներ չարորակ 4-րդ կարգի ուռուցք։ Եվ ես առավոտից մինչև գիշեր հիվանդանոցներում էի։ Մինչև վերջին պահը իրար համար ենք խաղացել, որ չտխրենք։ Հոգեվարքից առաջ նայում էր դեմքիս, ասում էր՝ «Էմմա, չլացես»։ Թե չէ ես էլ կլացեմ։ Գիտեր, որ ինձ համար իր լացելն ավելի վատ ա։ Ինձ թվում է մորս հիվանդությունն առաջացավ, որովհետև շատ էմոցիաներ էր ներսում պահում։ Կարդացել եմ, որ ենթաստամոքսային քաղցկեղը առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր իրենց ներսում շատ զգացմունքներ են պահում։ Ովքեր ամեն ինչ ներքուստ են ապրում, չեն արտահայտվում։ Դա չարտահայտած մտքերի և չապրած կյանքի հետևանք էր։ Ես չեմ հաղթահարել ծնողի կորուստը։ Ծնողի կորուստը հաղթահարելու ցավ չի։ Հաջորդ օրվանից ապրել եմ, գնացել եմ, ներկայացում եմ խաղացել։ Կատակերգություն։ Կարող ա ինչ-որ մեկը նայեր, ասեր՝ ինչ հեշտ մոռացավ։ Էդ չսպիացող վերք ա։ Ես ամեն գիշեր իմ բարձի հետ եմ մենակ շփվում։ Շատ գիշերներ լուսացրել եմ թաց բարձով։ Ծնողի կորուստը այն էլ երկուսի։ Դա չես կարա հաղթահարես։ Ես պինդ եմ, որովհետև մամաս ու պապաս կուզեին ինձ տենց տեսնել։ Խոսելով չստացված ամուսնության և ամուսնալուծության մասին, դերասանուհին նշեց. Ես ունեցել եմ ամուսնություն, որը շատ կարճ է տևել։ Մենք որոշել ենք երկու հասուն մարդու նման, որ չպիտի իրար հետ լինենք և վերջ։ Հարաբերություններում պետք է լինի երկու մարդ՝ կին և տղամարդ, չպիտի լինի երրորդ մարդ։ Երբ աղջիկն ամուսնանում է, գիտակցում է, որ պիտի թողի իր ծնողներին։ Տղամարդն էլ ընտանիք կազմելուց նույնիսկ Աստվածաշնչում է գրված. պետք է թողնի հորն ու մորը ու միանա կնոջը։ Երբ տղամարդն ասում է չեմ կարող մենակ թողնել ծնողիս, ու իմ ծնողն ա որոշում իմ փոխարեն, եթե մայրը խառնվում ա մեր երկուսի մեջ, ուրեմն դա մեծ սխալ է։ Թող մայր ու տղա իրար հետ ապրեն։ Ես բաժանվելուց հարցրել եմ՝ մեր մեջ ա խնդիրը, ասել ա չէ։ Ու ինձ էլ պետք չէր ավել ոչ մի բան։ Իմ ու իրա մեջ ոչ մի խնդիր չի եղել։ Դերասանուհի Էմմա Մկրտչյանն իր մայրիկի հիվանդության շրջանում հաճախ ինստագրամյան հարթակում սթորիներով կիսվում էր։ Նա այնպիսի հրապարակումներ էր անում, որոնց կողքով անտարբեր անցնելն ուղղակի անհնար էր։ Մամայիս հավատից եմ ուզում։ Նոր հասկացա ինչ ա նշանակում ամբողջ հոգով հավատալ մի բանի ու չկասկածել։ Ով որ հարությանը չի հավատում, ինքը չի փրկվի։ Ինձ վերևից ա գալի, ես չեմ ասում։ Տանջանքից դուրս ենք գալիս։ Մենք հետ չենք գնում։ Ես հետ չեմ գնում հիասթափում, ես Աստված կա իմ մեջ, չէ, կյանքում։ Ու դու հոգև ես պատրաստ ես։ Ես տեսա, թե ինչպես է իմ սենյակը մթնում, անկողնու մեջ թաղված, որ հանգիստ չեմ գտնում, բայց արդեն անցել է գժվելու ժամանակը։ Ես տեսա, թե ինչպես եմ չարանում, թե ինչպես է սիրտն իմ քարանում, բայց արդեն անցել է ատելու ժամանակը։ Եվ որքան սպառվեցի այս գրած տողերում, և որքան վառվեցի արևի շողերում, բայց արդեն անցել է զղջալու ժամանակը։ Ես ուզում եմ լինի ապրելու ժամանակը։ Ապրելու ժամանակը։ Մեզ արդեն արյուն են փոխ ներարկում։ Ամեն ինչ այս պահին լավ է։ Շնորհակալ եմ բոլորիդ կողքիս լինելու համար։ Աստված բոլորիդ քաջառողջություն տա, իսկ մամայիս աղոթքները միշտ ձեզ հետ լինեն։ Ինքը գիտի, որ շատ ենք մենք, ու բոլորս մի բռունցք ենք դարձել։ Ողջույն։ Ուզում եմ այս սթորիով ասել շնորհակալություն Ֆանար ջանի բոլոր բժիշկներին,
ողջ բուժազնակազմին, ում հետ առհասարակ մենք առնչվել ենք, ովքեր բուժել են մամային, ովքեր վիրահատություն են անցկացրել, քիմիոթերապևտին Աննա Սաժինյանին հատկապես մեծ շնորհակալություն։ Արդեն մի տարի է, ինչ մենք այս հիվանդանոցում ենք, ու իսկապես արդյունքը մենք նկատում ենք։ Չեմ հավատում ուղղակի, որ այդ ճանապարհը մենք ենք անցրել բժիշկների հետ միասին։ Մի բան ասա իմ հետևորդներին, իմ աղջիկ։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, շատ անչափ Աստված ձեզ հետ լինի, ոնց իմ հետ է Աստված, ճիշտ է ես նեղության պահեր եմ տարել, բայց Աստված ձեզ հետ լինի լայն ճանապարհ, կանաչ, լուսավոր, ու Աստված կանի հետ, եթե բարի է ձեր սրտերը, դավայ, գնացինք, եղավ, լա 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 լա, ինչու մոտեցար, Սա լա 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 լա, ինչու իմացար։ Մամայիս ամենամեծ ցանկություններից մեկը իմ ստեղծագործական կյանքում ձեռքբերումներ ունենալն էր։ Ինքն էլ հպարտանում էր ամեն անգամ, երբ նոր դեր էի ստանում ու ոգևորված պատմում իրեն։ Ուզում էր լավ լիներ, որ գար պրեմիերայից, որը կայացավ 3։ Սերը տարիք չի հարցնում, ներկայացման իմ առաջնախաղը նվիրեցի մամայիս։ Միգուցե շատերը չհասկանան, բայց ես գիտեմ ինչքան կարևոր կլիներ հիմա նրա համար, որ ես չդադարեմ ապրել։ Նաև այն խոսքերը, որ ասվեցին ինձ իմ ուժեղ տեսակի մասին, որ ժառանգել եմ հենց իրենից։ Ցավի մեջ ժպտալ, այսուհետ ոչինչ չի մնում անել, քան շարունակել ապրել արժանավայել, ստեղծագործել, կայանալ, լինել ավելի լավը մասնագիտության մեջ և մնալ մարդ։ Դա այն ամենն է, ինչով մորս հոգին հանգիստ կլինի ինձ համար։ Մեր տան անքունն էր մայրս, մեր անուշքունն էր մայրս։ 40 օր առանց լուսավոր ժպիտի, 40 օր առանց լավատեսության, բայց 40 օր աղոթքով։ Հետ այսու անանց կարոտի, հետո արև ու կյանք նորից, ուրիշ ոչինչ։ Սիրելի մարդիկ, անչափ շնորհակալ եմ բոլորիդ այս ծանր ու դժվար օրերին կողքիս լինելու համար։ Ձեր ուշադրության ցավակցելու համար։ Ձեր միջոցով հասկացա ինչքան կարևոր է հայի ցավդ տանեմը։ Իսկապես ցավը կիսելու ցանկությունը։ Աստված ամուր ձեռքով պահի ձեր ծնողներին։ Իմ լուսե հայրը, իմ բարության, սիրո ու ջիգյարի մարմնացումը։ Պաշտում էր մորս, ում ինչը վերջ ապացուցեց իր մեծ սերը, մանկությունից, պատանեկությունից, 46 տարի միասին ապրելուց մինչև գերեզման։ Ու մահն անգամ չբաժանեց իրարից։ Պատիվ ունեմ։